Փորձել եմ իմ հրապարակման մեջ ամբողջ ինֆորմացիան տեղավորել, այն ինֆորմացիան, որ հիմա ունենք, փաստա ու բարձրաբանման կարիք ունի, իսկ այդ փոքր մանրամասները, որոնք որ հենց վաճառողների հետ են կապված, իմաստ չտեսա ես դնել հրապարակման մեջ, բայց այսպես կարող եմ բարձրաբանել, իրականում մոտ 1 ամիս կլինի շուտով, ինչ մեր պատվերները չեն հասնում արդեն Ռուսաստանի պատվիրատուներին, այսինքն ճանապարհին են մնացել, ինչի արդյունքում պատվիրատուները հրաժարվում են այդ պատվերներից, իսկ երբ որ պատվիրատուները հրաժարվում են, կան լոգիստիկ ծախսեր, որոնք վճարում է վաճառողը, այսինքն մենք մինչև 3 շատ մեծ մինուսներով էինք աշխատում, խնդիրը կար, այսինքն, որի մասին չէինք խոսում, որովհետև մտածում էինք սահմանային խնդիրը կկարգավորվի եւ այլն, որի դիմաց կրում էինք մինուսներ եւ փորձում էինք support-ի հետ կարգավորել այդ հարցը, բայց պատասխան որպես այդպիսին հստակ չկար։ Եվ ինչ տեղի ունեցավ 3 քիչ-քիչ վաճառողների մոտ, Հայաստանից վաճառողների մոտ սկսեցին ապրանքները չերևալ Ռուսաստանում, այսինքն Viber-ից հարթակում կորում էին հայկական վաճառողների, Հայաստանից վաճառողների ապրանքները, մենք ունենք խումբ Telegram-ում, որտեղ Viber-ում հայ վաճառողներն են հավաքված, մոտ 2500 մասնակցող խումբ է, եւ այնտեղ հերթով սկսեցին վաճառողները գրել, որ հերթականությամբ այդ խնդիրը բոլորի մոտ կրկնվում է, իսկ երեկոյան արդեն խնդիրը համատարած էր, այսինքն անխտիր բոլորի մոտ ապրանքները չէին երևում։ Միանշանակ փորձեցինք ինչ-որ ելք գտնել, ճշտումներ կատարել support-ի հետ, բայց ոչ մի պատասխան չէինք ստանում, շատ տարօրինակ է իրականում, որովհետև ոչ մի զգուշացում չի եղել, մեզ տեղյակ չեն պահել, որ ինչ-որ խնդիր կար առաջանա, որ մենք պատրաստ լինենք, փաստաթղթերի հետ կապված, որ գրել եք, որ խնդիրներ են առաջացել, ինչ որ բարձրաբանում որպես տալիս է ընկերությունը, ասեմ, որ բացարձակապես նման խնդիր չկա, կոնկրետ ես իմ անունից խոսեմ, իմ ապրանքների համար, որոնք դեռևս տեղ չեն հասել, ոչ մի փաստաթուղթ չի պահանջվել, այսինքն ես զանգ չեմ ստացել, ես էլնամակ չեմ ստացել, Viber-ում ես որևէ notification չեմ ստացել, այդ մասով support-ը ինձ չի գրել, այսինքն որևէ նման տեղեկատվություն չկա, իսկ կան մարդիկ խմբում, ում պատվերները սահմանին է, ինչ-որ փաստաթղթեր ուզում են, երրորդ երկրի դեկլարացիաներ, կամ, չգիտեմ, շատ տարբեր է, այսինքն հստակ բան չկա, նույնիսկ այդ թղթերը ներկայացնելու դեպքում ապրանքները չեն շարժվում, այսինքն այնպես չի, որ ինչ-որ մենք դեկլարացիա հիմնավորում ներկայացրեցինք, շարժվելու են այդ պատվերները, ոչ, այսինքն դա ուղղակի թռուցիկ պատասխան է, ինչ-որ խնդիր կա, որի մասին տեղյակ չենք եւ շատ կուզեինք բարձրաբանում, որովհետեւ հիմնականում փոքր բիզնեսներ են, մարդիկ, ովքեր, այսպես ասած, ամսական աշխատավարձով ապրող մարդիկ, ովքեր հույսները դրել էին միայն Viber-ի վրա, ես կոնկրետ իմ անունից չեմ խոսում, ես որպես բիզնեսմեն խոսում եմ մյուս բիզնեսների տեսանկյունից, թե ինչ խնդրի առաջ են կանգնել, այդ մարդիկ անհանգիստ ուզում են հասկանալ ինչ է լինելու, որովհետև պատրաստ չեն, եթե օրինակ պատրաստ լինեին, իրենք ուրիշ վաճառքի ուղի կփնտրեին, կաշխատեին դրա վրա, որովհետև դրա համար եւ ժամանակ է պետք, եւ ռեսուրս է պետք, այսինքն գումար պիտի հավաքեին, ժամանակ պիտի տրամադրեին, բայց դա չի եղել։ Հիմա մենք ընդհանրապես ուզում ենք հասկանալ, արդյոք սա ժամանակավոր խնդիր է։ Նաև ուզում ենք հասկանալ ինչ խնդիր է, ինչ կարող ենք մենք անել, ինչ է կախված մեզնից, որովհետև մենք շատ մեծ աշխատանք ենք տարել, չգիտեմ տեղյակ եք թե չէ, առհասարակ Viber-ի գրանցվելու, այնտեղ, չգիտեմ, սերտիֆիկատ, մարկիրովկա, ապրանքը ձեռք բերելու, ստեղծելու, փաթեթավորելու, այդ ամեն ինչը աշխատանք է, ուզում ենք հասկանանք
հետագան այս անորոշությունը շատ-շատ վատ է։